Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Եվրամիությունը որոշում է կայացրել դադարեցնել Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի գործողությունը։ Այդ միջոցը չի տարածվում Վրաստանի սովորական անձնագրեր կրող քաղաքացիների վրա։ Լրատվամիջոցները նշում են, որ ԵՄ անդամ 27 երկրներից այդ որոշմանը դեմ են քվեարկել Հունգարիան և Սլովակիան, սակայն նրանք ևս պարտավոր կլինեն գործել ընդհանուր որոշման շրջանակներում։ Որոշումն ուժի մեջ է մտնում մարտի սկզբին։ Ավելի վաղ Վրաստանի նկատմամբ նման միջոցներ են միակողմանի կարգով սահմանել Բալթյան երկրները, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան։ Իշխող վրացական երազանքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Իրակլի Կիրցխալյան նշել է, որ այդ մեխանիզմի գործարկումն անսպասելի չէր Թբիլիսիի համար։ Նրա խոսքով դա միակ գործիքն էր, որը դեռևս մնացել էր Բրյուսելի զինանոցում։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին էլ նշել է, որ Եվրամիությունը չի կարող Թբիլիսիին շանտաժի ենթարկել վիզային սահմանափակումներով։ Նրա խոսքով վրացական պատվիրակությունների պաշտոնական այցերը Եվրամիություն նախկինում էլ ուղեկցվել են վիզաների ստացմամբ։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից հայտնել են, որ Վրաստանի հարցով մոսկովյան մեխանիզմի փորձագիտական առաքելությունը սկսում է իր աշխատանքը։ Ավելի վաղ ԵԱՀԿ 24 անդամ պետություն Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Գերմանիայի նախաձեռնությամբ որոշել են Վրաստան ուղարկել մարդու իրավունքների իրավիճակի փորձագիտական գնահատման հատուկ առաքելություն։ Նրանց հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, այդ թվում ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները, լրատվամիջոցների վրա ճնշումները և ընդդիմադիր կուսակցությունների արգելման փորձը մտահոգություն է առաջացնում։ Մինչդեռ Վրաստանը որպես ԵԱՀԿ մասնակից պետություն պարտավորվել է հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորիշվիլին միանգամայն անարդար է որակել ԵԱՀԿ մի շարք անդամ պետությունների քննադատությունը երկրում մարդու իրավունքների վերաբերյալ։ Նախարարի խոսքով վրացական կողմը պատրաստ է ցանկացած պահի կիսվել իր տեսակետներով ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Բոջորիշվիլին սակայն կասկած է հայտնել ԵԱՀԿ մեխանիզմներում ներգրավված փորձագետների անաչառության հարցում։ Ռեջեփ Էրդողանն Անկարայում ընդունել է պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Հունաստանի վարչապետին։ Երկու ղեկավարները մասնակցել են Թուրքիայի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի 6-րդ նիստին։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է Հունաստանի հետ երկկողմ առևտրի ծավալը ներկայիս $7 միլիարդից հասցնել 10 միլիարդի։ Նրա խոսքով կողմերը բաց և անկեղծ քննարկել են Էգեյան ծովի և Արևելյան միջերկրականի հարցերը։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է, որ այդ խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի շրջանակներում։ Ինձ համար հաճելի էր տեսնել, որ իմ ընկեր Կիրիակոս Միցոտակիսը եւ ես կիսում ենք նույն տեսակետները այս հարցի վերաբերյալ։ Թուրքիան եւ Հունաստանը լինելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներ բախվում են բազմաթիվ մարտահրավերների, որոնք սպառնալիք են ներկայացնում անվտանգության եւ կայունության համար։ Կարծում ենք, որ Եվրոպայում վերջերս մեկնարկած պաշտպանական նախաձեռնություններին մասնակցելը բխում է մեր փոխադարձ շահերից։ Էրդողանը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում Սիրիայում տիրող իրավիճակը և Գազայի հատվածում հրադադարի գործընթացը։ Հունաստանի վարչապետն էլ նշել է, որ Թուրքիայի հետ վեճերը պետք է լուծել հանգիստ և իրավունքի շրջանակներում։ Միցոտակիսը նշել է, որ Էգեյան ծովի հետ կապված հարցերով հնարավոր է առաջանա միջազգային դատական մարմին դիմելու անհրաժեշտություն։ Բանակցությունների արդյունքով ստորագրվել է 7 փաստաթուղթ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է Սիրիայում իրավիճակին, նշել Անկարայի նպատակն այդ երկրում կայունության և խաղաղության հաստատումն է։ Սիրիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է եղել առաջին իսկ օրվանից՝ միասնական բանակ, միասնական պետություն, միասնական Սիրիա։ Ժամանակն է, որ Սիրիայի ռեսուրսները, նրա ստորգետնյա և ցամաքային հարստությունները ուղղվեն ոչ թե քաղաքների տակ թունելների և խրամատների կառուցմանը, այլ սիրիացի ժողովրդի բոլոր շերտերի բարգավաճմանը։ Էրդողանը հավելել է, որ Թուրքիան չի ձգտում միջամտել այլ երկրների գործերին, վերաձևել դրանք կամ ձևավորել նոր երկրներ։ Այն, ինչ ցանկանում ենք Թուրքիայի համար, նույնը ցանկանում ենք մեր հարևանների և եղբայրական երկրների համար, ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Միացյալ Նահանգները եւ Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Financial Times-ին տված հարցազրույցում Հական Ֆիդանը նշել է միջուկային բանակցություններում կողմերի փոխզիջումների պատրաստակամության մասին։ Նրա խոսքով իրանական կողմը գիտակցում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը, իսկ Վաշինգտոնը ըստ Ֆիդանի կարող է հրաժարվել ուրանի հարստացումն ընդհանրապես դադարեցնելու պահանջից եւ համաձայնել սահմանված շրջանակներում հարստացմանը։ Թուրք դիվանագետի խոսքով, եթե Միացյալ Նահանգները պնդի, որ բոլոր հարցերը միաժամանակ լուծվեն, անգամ միջուկային խնդիրը տեղից չի շարժվի, իսկ դրա հետևանքը կարող է լինել նոր պատերազմը տարածաշրջանում։ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել արդարադատության նախարարի պաշտոնում Աքին Գյուրլեքի նշանակման շուրջ ընդդիմադիր եւ իշխանական падգամավորների միջև տարաձայնությունների պատճառով։ Ընդդիմադիր падգամավորները փորձել են խանգարել վերջինիս երթմնակալությանը։ Ավելի ուշ Գյուրլեքը երթում է տվել իշխող կուսակցության падգամավորների աջակցությամբ։ Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Ելմազ Թունչը եւ ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ազատվել են պաշտոններից սեփական դիմումների համաձայն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Աքին Գյուրլեքին արդարադատության նոր նախարար նշանակելու մասին։ Նա նախկինում Ստամբուլի դատախազն էր եւ ղեկավարել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետաքննությունը։ Ներքին գործերի նախարարի պաշտոնում էլ նշանակվել է Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆչին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իրանի հարցում առաջ շարժվելու վերաբերյալ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն Թեհրանի հետ բանակցությունները կշարունակվեն։ Թրամփը նաև շեշտել է Իսրայելի անվտանգության շահերը պետք է հաշվի առնվեն։ Նա հիշեցրել է Իրանին հասցված հարվածների մասին եւ հույս հայտնել, որ այս անգամ Թեհրանն ավելի ողջամիտ եւ պատասխանատու կգտնվի համաձայնագիրը կնքելու հարցում։ Թրամփը եւ Նեթանյահուն նաև քննարկել են իրադրությունը Գազայի հատվածում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած ստուգման, որպեսզի ապացուցի իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Նա ընդգծել է, որ երկիրը չի ձգտում ատոմային զենքի ստեղծմանը։ Իսլամական հեղափոխության 47-րդ տարեդարձի միջոցառումների ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը տեղի չի տա ավելորդ պահանջներին Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսումից հետո։ Նրա խոսքով Թեհրանը շարունակում է երկխոսությունը հարևան երկրների հետ հանուն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, սակայն մտադիր չէ տեղի տալ ճնշմանը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի օրը որոշելու համար քննարկումներ են ընթանում։ Այդ մասին տեղեկացրել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով փետրվարի 6-ին Մասկատում տեղի ունեցած բանակցությունները ինչ որ չափով լավ էին։ Լարիջանին հավելել է, որ կողմերը ցանկանում են շարունակել քննարկումները, բայց նախ յուրաքանչյուր երկրում պետք է խորհրդակցություններ անցկացվեն, որպեսզի այդ բանակցություններն արդյունք տան։ Պաշտոնյան օրերս այցելել է Օման եւ Կատար քննարկել տարածաշրջանային իրավիճակն այդ երկրների ղեկավարների հետ։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Ռամիզ Մեհդիևի եւ Ալի Քերիմլիի գործով նոր տեղեկություն է տարածել։ Օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների կողմից ստեղծված եւ 2012 թվականի հուլիսի 4-ին օտարերկրյա պետությունում գրանցված Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն անվամբ կազմակերպության համահիմնադիրներն ու ղեկավարները դավադրություն են կազմակերպել պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու նպատակով, հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից։ Նշվում է, որ 2013 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների ֆինանսական օժանդակությամբ եւ կազմակերպչական այլ աջակցությամբ նրանք զբաղվել են զանգվածային անկարգությունների կազմակերպման ուղղված գործունեությամբ։ Ստացված դրամական միջոցները ընդհանուր մոտ 934,000 մանաթ ուղղել են հանրապետության տարբեր շրջաններից մարդկանց ներգրավելու համար։ Ըստ հաղորդագրության Ադրբեջանում իշխանափոխությունից հետո նրանք պետք է ապահովեին օտարերկրյա պետության ռազմավարական շահերը։ Օրինակ, եթե Ադրբեջանում իշխանության գար Ալի Քերիմլին, երկիրը աստիճանաբար պետք է դառնար ՀԱՊԿ-ի անդամ։ Ռուսաստանից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումները Ադրբեջանի տարածքով դարձել են կանոնավոր, հայտնել է ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների չեղարկմամբ պայմանավորված 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից երկար տարիների ընթացքում հացահատիկով բեռնված առաջին գնացքն է ուղևորվել Հայաստան։ Պավլովը նշել է, որ նախատեսում են զարգացնել փոխադրումներն այդ երթուղով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է արաբական խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Ահմեդ Ալ-Յամահիի գլխավորած պատվիրակությանը։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը մշտապես աջակցել է Պաղեստինի հարցի կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա արաբական պետությունների լիգայի դիրքորոշմանը համապատասխան։ Ադրբեջանի ղեկավարը գոհունակություն է հայտնել խաղաղության խորհուրդ հրավիրվելու համար, նշելով, որ Բաքուն վճռական է խաղաղ գործընթացում իր ներդրումն ունենալու հարցում։ Մուսուլմանական, այդ թվում արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է, նշել է Իլհամ Ալիևը։ Բաքուն եւ Աբու Դաբին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով հռչակվել են քույր քաղաքներ։ Փաստաթուղթը ստորագրվել է Աբու Դաբիի մունիցիպալիտետների եւ տրանսպորտի վարչության նախագահ Մուհամմեդ Ալի Ալ-Շորաֆայի գլխավորած պատվիրակության Ադրբեջան կատարած այցի շրջանակում։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։